Այսօր իրար հետ վերահաստատենք, որ կառուցելու ենք Աջափնյակի մետրոն, պարոն վարչապետ։ Ինչ անում եք, մինչև 25 թիվ արեք, կառուցեք, գնեք, ձեռք բերեք, օտարեք, զարգացրեք։ Մենք արդեն Աջափնյակի նոր կայարանի նախագծման երկրորդ եւ երրորդ փուլերում ենք։ Ինչի չկա մետրոյի կայարանը, սա արդարացում չի։ Այսօր իրար հետ վերահաստատենք, որ կառուցելու ենք Աջափնյակի մետրոն, պարոն վարչապետ։ Հավատում մի 100 տարի հետո կլինի։ Մետրոյի Աջափնյակի կայարանը Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-ից է խոստանում կառուցել։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ծրագրում էլ է ՔՊ-ն վերահաստատել, կառուցելու է։ Իշխանականները պնդում էին 2024-ին սկսելու են Աջափնյակի կայարանի շինարարությունը։ Բայց 2025-ին Երևանի քաղաքագլուխը հայտարարեց, մետրոյի Աջափնյակի կայարանը կառուցելու համար բյուջեով նախատեսված փողերի մի մասով տրոլեյբուսներ են գնել մայրաքաղաքի համար։ Սաղին խափելով ապրում է էլի։ Աջափնյակի կայարանի մասին ՔՊ-ն չի մոռացել նաև այս տարվա իր նախընտրական ծրագրում։ 46-րդ կետով Փաշինյանի կառավարությունը նորից խոստանում է Երևանի մետրոն Աջափնյակ հասցնել։ Մի խոստանում ես 10 տարի խոստացել եմ, բայց ասենք երբ այդ բանը։ Ժողովուրդ։ Այս իշխանության օրոք երևանցիներն ավելի շուտ 300,000 ադրբեջանցիների գալուն են սպասում, քան Աջափնյակի կայարանի կառուցմանը։ Հիմա գտնվում եք մի փոսի մեջ։ Մնում է հողով ծածկին։ Այդ շուտով 300,000-ը կգան այնտեղից թուրքերը։ Հողով կծածկին։ Մետրոն էլ իրենք կառուցեն, չեն կառուցի, հետի չգիտեմ։ ՔՊ-ն խոստանում է, մետրոյի Աջափնյակի կայարանը պատրաստ կլինի 2033-ին։ Բայց հեսա տեսեք դուրը սվարկա է արած։ Բայց բլոգեր Միկա Թանգյանը կադրեր է հրապարակել կայարանի շինարարության վայրից, ամենուր ժանգոտած երկաթներ են։ Կարենք լքված մետրոն, ցենց լույսով է։ Աջափնյակում արդեն կատակում են, մետրոյի հենց իրենց կայարանից են գնալու։ Իշխանության անհավատալի խոստումների հերթական հասցեն, ակադեմիական քաղաք։ Ապա ինչ անենք, որ հույս չտանք, հատկապես որ ընդ բան են ուզում կառուցեն, ակադեմ գարադոկ, մյուս կանգառներ կառուցեն, բա դա եփ են անելու։ Вообще-то հավատում եմ, ինչ է եղել։ Կառուցեն։ Որ ասում են կառուցեն ուրեմն, հույսով մնանք։ Խոստումներ են տալիս, շատ խոստումներ են տալի, բայց գալիս է այդ բանը ոչ իմանը չեն իրագործում։ Սաղ էլ միջև նստելը ամեն ինչ խոսել, հեն նստում են անտերատորին մոռանում են ամեն ինչ։ Երկար սպասել չեն պատրաստվում մարդիկ, կեղծ խոստումներ շատ են լսել, Փաշինյանին խորհուրդ են տալիս հեռանալ։ Կապիկի պես սաղոր հեռախոսի մեջ ցույց են տալի, այդքան բառեր են ասում իրան, ինքը որ ինքնասիրություն ունենակ թողի կեթա էլի։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր։